Գյուղապետն ու սատանան, լատիշական հեքիաթ։ Գյուղապետը իրենց տանից գնում է կալվածատիրոջ տուն, ճանապարհին պատահում է սատանան։ Երկուսով միասին գնում են ու զրույց անում։ Մեկ էլ տեսնում են ճանապարհի մոտ մի ջահել տղա խոզեր է արածացնում։ Մեծ վարազն ընկել էր կարտոֆիլի դաշտը, հենց որ տղան գյուղապետին տեսավ, վազեց վարազի ետևից ու գոռաց. «Այ սատանան տանի քեզ, կարշելի վարազ»։ Գյուղապետը այդ լսեց, արմունկով բրդեց սատանային. «Լսում ես, վարազը քեզ են տալիս, իսկ դու չես վերցնում, ես լինեի, իսկույն կվերցնեի»։ Սատանան պատասխանեց. «Թող մնա այդ վարազը, խոզարածը որբ երեխա է, ես որ վարազը վերցնեմ, խոզատերը կծեծի երեխային, իսկ նա ոչ մի պաշտպան չունի»։ Բացի այդ, տղան հո սրտանց չասաց այդ խոսքը։ Գյուղապետը լռեց։ Առաջ գնացին ու մեկ էլ տեսան դաշտում մի փոքրիկ երեխա աղիողորմ լաց է լինում։ Մայրը արտն է հնձում, երեխային հանգստացնելու ժամանակ չունի և սրտնեղած գոռում է. «Սատանան տանի քեզ, արտը կղծել է, թափվում է հատիկը, հայրդ աղայի համար է աշխատում, ես մենակ պիտի հնձեմ մեր արտը, իսկ դու խանգարում ես ինձ»։ Գյուղապետը այս որ լսեց, սատանային բրդեց. «Լսում ես, երեխան քեզ են տալիս, իսկ դու չես վերցնում, ես լինեի, իսկույն կվերցնեի»։ Սատանան պատասխանեց. «Դա մոր միակ աղջիկն է, այն էլ ես վերցնեմ, մեկ էլ որ նա հո այդ խոսքը սրտանց չասաց»։ Գյուղապետը լռեց, էլի առաջ գնացին։ Աղայի դաշտերում գյուղացիներ էին աշխատում, հենց որ նրան գյուղապետին տեսան, սկսեցին թքոտել ու անիծել։ Էլի եկավ գյուղապետը, այ սատանան տանի այդ կարշելի դահիճին, հիմա որտեղ որ է, դագանակը մեկն ու մեկիս մեջքին կհասցնի։ Սատանան այդ լսեց ու հարցնում է գյուղապետին. «Լսում ես, այ սրանք սրտանց են ասում, լավ լսեցի՞ր»։ «Ինչ են դուրս տալիս դրանք», գազազած պատասխանեց գյուղապետը, «ախր դրանք անպետք մարդիկ են, չեն լսում մարդու ու չեն աշխատում»։ Ինչ մարդիկ ուզում են լինել, բայց ճշմարիտ են ասում և այն էլ սրտանց են ասում, դրա համար էլ հիմա դու իմն ես։ Այդ ասելով սատանան բռնեց գյուղապետին, վիզը ոլորեց, կոխեց իր կաշվե պարկի մեջ և գյուղապետին վերցրած մրրիկի պես սլացավ ուղիղ դեպի դժոխք։